կհիշեք մի դրվագ, մի հիշողություն, մի դեպք, ոչ մի մեծ բան, բայց մայրությունից մի այնպիսի բան, որ եթե ես ձեզ հարցնեի ինչ է մայրությունը, դուք հենց այդ դրվագը կպատմեիք։ Վայ, աշխարհի ամենամեծ երջանկությունը, ինչքան էլ մենք հիմա դժվարություններից խոսեցինք, մի փոքր դեպրեսիվ էս կողմենքում, բայց միևնույն է աշխարհի ամենամեծ երջանկությունն է, ամենակարևոր պաշտոնը։ Հենց այն պահին, երբ ձագուկը ծնվում է եւ այդ առաջին ճիչը, ձայնը, շունչը լսում ես, վերջ բավական է։ Աշխարհը գլխի վեր շուռ է գալիս, ամեն ինչ մի կողմ ու ձագուկը մի կողմ։ Վերջ։ Այդտեղ դուրի փոխվում է կյանքը։ Պապաների համար այդպես չէ թերևս։ Չէ, ու բնությունն է այդպես արել, իրենք էլ մեղավոր չեն, այցել որ ամուսնուս ասում ինչ մեղք եք ասում, ինչ ասում, ոչ հղի անում եք, ոչ սննդաբերում եք, այդ արտակարգ պահերը, այդ աննկարագրելի պահերը իրենց բոլոր լավ ու վատ իմաստներով չեք ապրում, լավ բան չեք անում։ Իսկապես։ Երեխայի հետ այդ կապը, չգիտեմ, էլի, մի քիչ քննադատենք։ Հա, այո։ Չփնովենք, Աստված է այդպես ստեղծել։ Բայց գոնե իրենք պետք է մի փոքր ավելի գիտակից լինեն այդ ժամանակահատվածում ամենայն դեպս, երբ կինը նոր է երեխան ծննդաբերում, ունենում, լույս աշխարհ բերում ու աջակից լինեն, թևթիկունք լինեն բոլոր տեսանկյուններից եւ հոգեվոր եւ մտավոր նաեւ չծանրաբեռնեն, անընդհատ չպահանջեն, չբողոքեն, տան մաքրությունից չբողոքեն, չեփված ճաշից չբողոքեն, ուղղակի աջակից լինեն, բառիս ամենալայն իմաստով, թերևս լավագույն օգնությունը, սիրո մեծագույն դրսևորումը ամուսինների միջև, տղամարդու սիրո մեծագույն դրսևորումը կնոջ նկատմամբ հենց այդ ժամանակ հենց այդպիսով պետք է երևա։ Վերջ։ Այլևս ոչինչ պետք չէ սերը ապացուցելու համար։ Դրանից առաջ, դրանից հետո, ինչ ուզում եք արեք, դիեզերքներ շրջեք, չգիտեմ, աստղերի իջեցրեք երկնքից, ոչինչ չի փոխվում։ Հենց այդ պահին է պետք ամենախոցելի ու ամենանուրբ պահն է իսկապես։